Բարի օր, հարգում եմ Աչափնյակ դատարանում, նոր որոշում կայացրեց դատավորը չափազանց ծայրահեղ միջոց կիրառեց պարոն Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ, հաշվի չառնելով նախորդ խափանման միջոցի առկայությունը, 2 ամիս որոշում կայացրեց նրան կալանավորելու, բայց այստեղ մի բայց կա, թե ինչպես էին լրատվամիջոցները նախապես իմացել այս լուրի մասին եւ հայտարարում էին այս լուրը, պարզվում է քննչական կոմիտեն է ոնց որ թե իրենց ասել, թե ով է ասել չգիտեմ, բայց այդ լուրի մասին նրանք արդեն իսկ գիտեին, այսինքն ժամեր առաջ անոնսը տրված էր, որ 2 ամսով կալանավորելու են եւ հիմա այս անոնսի ներքո կարող ենք ասել, որ պատվերը կատարվել է, որովհետեւ այլ կերպ չեն կարող մեկնաբանել այս ապօրինի որոշումը։ Հիմա ես դատարանից դուրս եմ գալիս, դեռ պարզ չի որ գրողությամբ են տանելու Սպարտակ Ղուկասյանին, բայց այն որ հարձակումները Գյումրիի քաղաքապետի եւ քաղաքապետարանի եւ նաեւ ավականու անդամների եւ նաեւ քաղաքապետի ընտանիքի անդամների նկատմամբ շարունակվում են, սա խոսում է այն մասին, որ այս գործող իշխանությունը ինչ-որ մի բաներից վախենում է եւ սա է պատճառը, որ այսպիսի որոշում կայացվեց։ Իհարկե դեռ որոշումը մեզ չեն տրամադրել, որոշումը մենք կողոքարկենք, բայց երբ դատավորին հարցրեցի, իսկ այն սարքը, որ ոտքի վրա անցկացված է տնային կալանքի հետ կապված, դա ինչ պետք է արվի, ասում է դա պետք է դիմեք վարույթն իրականացնող մարմնին, այսինքն մենք ունենք այս պահի դրությամբ 2 դատական ակտեր մի անձի վերաբերյալ, որոնք երկուսն են ազատազրկման հետ կապված դատական ակտեր են եւ այս դատարանը, որը իրավասու չէր նման որոշում կայացնել, հաստորեն գնաց այդպիսի որոշում կայացրեց։ Դե հասկանում ենք պատվերը կա, հասկանում ենք օրինականությունը Հայաստանում իսպար վերացել է, բայց դե մենք էլ մեր պայքարը շարունակելու ենք, այսինքն այս իրավական բողոքարկումները պարտադիր տեղի են ունենալու, որի մասին նույնպես ձեզ կհայտնենք, բայց հատկապես այն լրատվամիջոցները, ովքեր որ հրապարակեցին, որոնք հրապարակում էին նախապես լուրը, բոլոր այդ լրատվական միջոցներին մենք հարցեր ունենք, որտեղից դուք գիտեիք այդ լուրը, երբ դատարանը հենց նոր այդ մասին մեզ տեղեկացրեց իր որոշման դատական նիստով, դուք որտեղից գիտեիք այդ մասին, ով էր ձեզ ասել, որպեսզի դուք հրապարակեիք այդ հայտարարությունը, այսինքն հանդես գայիք անոնսով, ով էր ձեր պատվիրակուն, որ այդ լուրը դուք հրապարակել եք։ Այս հարցերը մենք ուղղելու ենք բոլոր այն լրատվամիջոցներին, ովքեր մինչև ժամը 2:10 րոպե, 14:10 րոպե, արդեն իսկ հայտարարում էին, որ Սպարտակ Ղուկասյանին կալանավորել են 2 ամսով։ Որտեղից ձեզ այդ լուրը, երբ այդ մասին նոր է հրապարակումը տեղի ունենում։